քեզ տաքեն է։ Արեցի։ Դու խմալ։ Ես ունեմ այստեղ։ Պատրաստ լինեք, ամեզանից հակախված էր պատրաստ լինեք։ Կարող ենք մենք լուսնենք ու վերջ։ Նախ ուրախ եմ ձեզ տեսնել այստեղ, լինելով մեր հայրենիքում ցավոք սրտի պետք է խոսենք մեր իրավունքների մասին, ինչպես գիտեք, մարտի 29-ի հանրահավաքից հետո կառավարությանն ենք ներկայացրել այդ 12 կետից բաղկացած պահանջագիրը, իրենց կողմից այն 11 կետերը քննարկման առարկա չեն եղել, պատրաստական են եղել միայն խոսել սոցիալական խնդիրների մասին, ինչպես գիտեք, ապրիլի 1-ից գործելու է այլ ծրագիր, որը որևէ կերպ առնչություն չունի արցախցիների այսօրվա իրավիճակի հետ, եւ մենք շատ ուղիղ իրենց հիմնավոր փաստարկներով ներկայացրել ենք, որ դա նպաստելու է, խթանելու է, որպեսզի արցախցիները արտագաղթեն։ Նրանց կողմից եղել է միայն այն, որ պատրաստ են քննարկել։ Ունենք այսպիսի իրավիճակ, որ մինչև ամսի 15-ը ունենալու ենք լայն քննարկումներ արցախյան եւ հայաստանյան քաղաքական ուժերի, հասարակական սեկտորների հետ, որից հետո հայտարարելու ենք հանրահավաքի օրվա մասին ու պետք է միասին քննարկենք մեր անելիքների մասին։ Նախ Հայաստան բնակության մեր պահպանողների մենք ձեր հայտարարությանը ծանոթացել ենք, կարծում եմ, որ յուրաքանչյուր հայի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը մեծ նշանակություն ունի, մենք գտնում ենք, որ բացի սոցիալական խնդիրներից Արցախի ճակատագրի ուղղությամբ լուրջ աշխատանք պետք է տարվի, Արցախի էջը փակված չէ մեր համար, Արցախի ճակատագիրը լուծելու համար մենք մշտապես արտահայտվել ենք 3 հանգամանք գոյություն ունի, առաջինը, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործ ցեղասպանական գործողությունների արդյունքում հակամարտությունը ել ավելի է խորացել եւ դրա համար իրենք պատասխան պետք է տան եւ Արցախի սուբյեկտանության պահպանման, Արցախի կառավարման համակարգի, քաղաքական հասարակական հարթակի պահպանումը, Հայաստանի Հանրապետությունում Արցախի ժողովրդի ուրեմն կարգավիճակը, նրա սոցիալ-տնտեսական խնդիրները, նրանց հավաքական պահպանելը, համայնքային պահպանությունը Հայաստանի Հանրապետությունում եւ նաեւ հետ վերադարձի բոլոր պայմանների ապահովումը, հատկապես անվտանգային առումով, ուրեմն չափազանց կարևոր է եւ կարծում եմ, որ Արցախի ուրեմն ինստիտուտների պահպանումը ել որտեղ պետք է իրականացվի, եթե ոչ Մայր Հայաստանում։ Եվ այս առումով ես գտնում եմ, որ մեր Հայաստանի իշխանությունները եւ նրանց կրավորական կեցվածքը այդ հարցում եւ Արցախի էջի փակելը շատ վտանգավոր է եւ քանի որ ուրեմն այս երևույթը թարմ է, հապաղել է այս ուղղությամբ շատ վտանգավոր է եւ գտնում եմ, որ
բանակցային գործընթացը գործող ձևաչափով, Մինսկի համանախագահության ձևաչափով պետք է շարունակվի։ Իհարկե գտնում եմ, որ չափազանց դժվար գործընթաց է սպասվում, բայց այնուամենայնիվ այդ գործընթացը պետք է շարունակվի։ Այդ առումով մենք ձեր նախաձեռնության եւ խորհրդի անդամներին ողջունում ենք եւ ձեր հայտարարության համաձայն մենք եկել ենք ծանոթանալու, մանավանդ հայտարարության առաջին մասում նշված է, որ պետք է համապատասխան հիմքեր ստեղծվեն քաղաքական, իրավական, դիվանագիտական, Արցախի հետագա ճակատագիրը որոշելու համար։ Այսպես, հիմա մենք մեր պատգամավորներով պատրաստ ենք ձեր հետ զրուցելու եւ նաեւ լսելու ձեզ։ Շնորհակալ ենք, կարծում եմ քննարկումը ճիշտ կլինի եւ պետք է խնդրենք մեր հարգելի լրագրողներին առանց տեսախցիկների շարունակենք։ Ի հավելումն այս ամենի ասեմ, որ դուք գիտեք, որ Հայաստան խմբակցության, պատիվ ունեմ խմբակցության պատգամավորների եւ Արցախի ազգային ժողովի ուրեմն պատգամավորների հետ միասին աշխատանքային խումբ է ստեղծված եւ բացի դրանից նաեւ մեր նախաձեռնությամբ քննիչ հանձնաժողով է ձևավորված Արտուր Խաչատրյանի գլխավորությամբ սոցիալ-տնտեսական խնդիրները որոշելու համար։ Մնացածը զրույցի ընթացքում։